Վերջագույն հոգևոր խորհրդի անդամ եք, Սարհատ Սրբազանը նշել էր, որ հեղինակազրկված է Գերագույն հոգևոր խորհուրդը։ Ձեր դիրքորոշումը ինչպիսին է եւ արդյոք տարարությունները հակաեկեղեցական արշավի շրջանակներում չեն տեղավորվում։ Գիտեք, հոգեբանության մեջ մի եզրույթ կա պրոյեկտում։ Յուրաքանչյուրը փորձում է կամ կարծում է, որ այն հոգեվիճակը, որը ինքը կրում է, դա համընդհանուր երևույթ է։ Հիմա ես կարծում եմ, մենք այդ դեպքում գործ ունենք այդ հոգեբանական եզրույթի հետ։ Եթե հեղինակազրկվել է, ինքն է հոգևոր խորհրդի ատենապետը։ Կարող է ինքը այդպիսի զգացումներ ունի, ես այդպիսի զգացումներ չեմ ունեցել, ընդհակառակը այս ընթացքում Գերագույն հոգևոր խորհրդի թե հեղինակությունը, թե վարկանիշը անհամեմատ ավելի բարձր է։ Եվ դուք լրագրողներ եք, հանրային ընկալումներին շատ ավելի ծանոթ եք, կարծում եմ կհաստատեք իմ Վերջում եք հակընդդեմ հայց ներկայացնել կեղծված տեսանյութի տարածմանը, վերջո հերքելու, հա, նաև ձեր անվան հետ։ Ում համար հերքեմ։ Հանրությունը կարծում եմ միարժեք ես բացարձակապես Հայաստանում գոյություն ունեցող արդարադատության նկատմամբ վստահություն չունեմ եւ չեմ կարծում, որ իմ նկատմամբ վստահությունը պետք է դատարանի որոշումով վերականգնվի։ Հանրային ընկալումների մեջ ես դա տեսնում եմ, զգում եմ եւ դրանով ես լիարժեքորեն բավարարված եմ։ Առայժմ ես ձեռնպահ կմնամ այդ ուղղությամբ որևէ այլ քայլ անեմ։ Փորձակնությունները եկել են հանրային լայն շրջանակներում։ Դե փառք Աստծո, մենք քննիչների համար չէ որ աշխատում ենք։ Սազան, ձեր հոգևոր ծառայությունը շարունակելու եք Էջմիածնում, թե սահմանափակումներ են դրված։ Հիմա ես առիթ չեմ ունեցել փաստաբանների հետ խոսեմ, հասկանամ ինչ սանկցիաներ են կիրառում։ Բայց դուք դիվանապետի պարտականություններն էլի ստանձնելու եք, թե հիմա որ գնալու։ Դա նշանակող է, ազատող է ամենայն հայոց կաթողիկոսն։ Այսինքն չէ, նկատի ունեմ սահմանափակում չկա այդ պարտականությունները կատարելու։ Ես հիմա նոր դուրս եկա, ես տեղյակ չեմ։ Եթե տեղյակ եք, ասեք։ Հոգևոր խորհրդում ով է առաջարկել, որպեսզի կարգավորվի։ Դժբախտաբար ես խցից on-line հետևելու հնարավորություն չունեի։ Իսկ դուք ակներեք տեղեք շաբաթ առաջին բանը ինչն է լինելու, որ անելու եք։ Ինչ եմ անելու։ Գտանք կտեսնենք էլի։ Վեհապարին տեսնել, քանի որ փաստաբանները նշեցին, որ վեհապարը գործով վկայի կարգավիճակ չունի, ձեզ դեռ 20 կիլոմետր 20 րոպե ժամանակ ունեմ կհասցնեմ մտածել։ Եվ դուք տեղյակ եք, որ այս կառույցը մի թուղթ է հրապարակել լրատվամիջոցներից մեկի միջոցով եւ նշում է, որ ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը KGB-ի գործակալ է, կարոմականվամ, դրա հետ կապված ինչ կասեք, այդ թուղթը ինչ որ ինձ թվում է դրա մասին բավականաչափ խոսվել է, ասվել է եւ հատկապես եկեղեցու դեմ իրականացվող արշավի շրջանակներում այլևս կարիք չկա ես գնահատականներ տամ, հերթական դրսևորում է։ Ստորագրված թուղթ հրապարակեցին, որ Աննա ջան կներես, բան եմ ճշտում, ստորագրված թուղթ հրապարակեցին, որ Եզրա Սրբազանը հանձն է առել հատուկ ծառայության հետ համագործակցել։ Այդ մասին հրապարակում հերքում չի եղել։ Եղել է թե չի եղել։ Իսկ այդ ստորագրված թուղթը եղել է թե չի եղել։ Ստորագրությունը կեղծ է եղել։ Եղել է հերքում թե չի եղել։ Դե հիմա ինձնից ինչ եք ուզում։ Ուզում եք որ ես ուրիշ բան ասեմ։ Հերքում եղել է։ Սովետական տարիներին մշտապես համագործակցել են հատկապես բարձրաստիճան հոգևորականները հատուկ ծառայությունների հետ։ Այդ մասին հերքում եղել է եւ ես կարծում եմ կարիք չկա այդ մասին ես որևէ արտահայտություն թույլ տամ։ Հերքվել է եւ գիտեք թե համատեքստը ինչ է, եկեղեցու նկատմամբ ինչպիսի գործողություններ են արվել, դրանցից հերթականներ։ Այստեղ պահվելու ընթացքում հատուկ վերաբերմունք ձեր նկատմամբ եղել է աշխատակիցների կողմից, ինչպես է եղել վերաբերմունքը ասեմ։ Շատ լավ։ Հարգալի։ Զարմանում եք։ Շնորհակալություն երեխեք ջան։ Շատ շնորհակալ եմ, զգացված եմ։ Կներեք, որ այս ակամա իրավիճակում ակամա այնպես ստացվեց, որ ձեզ էլ նեղություն տվեցինք այսօր այս պահին այստեղ գտնվելու համար։ Շնորհակալ եմ։